9-րդ գումարման խորհրդարանը շարունակում է հերթական նիստերի աշխատանքները այս շաբաթ ևս քննարկումների առանցքում մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցներ։ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն առաջադրեց պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունը։ Հիշեցնենք, որ պատգամավորն ազգային ժողովի 8-րդ գումարման ընթացքում ևս 5 տարի ղեկավարել էր նույն հանձնաժողովը։ Գաբրիելյանը հանգամանորեն անդրադարձավ հանձնաժողովի գործունեության առաջնահերթություններին, ընդգծելով առաջիկայի կարևոր ծրագրերը։ Ակադեմիական քաղաքի առաջին փուլն ենք մեկնարկում եւ կստեղծվի տեխնոլոգիական կլաստեր, ներառյալ 3600 ուսանողի համար նախատեսված կացարանային ենթակառուցվածք։ Նախատեսում ենք առաջիկա 5 տարիներին օտարերկրյա ուսանողների թիվը հասցնել մինչև 15000-ի, իսկ գիտության ֆինանսավորումը մոտ կրկնապատկել, հասցնելով հնայի 1%-ի։ Մեր նպատակն է, որ յուրաքանչյուր դպրոցահասակ երեխա հնարավորություն ունենա զբաղվելու իր նախընտրած մարզաձևով։ Նախատեսում ենք կառուցել 100 համակցված մարզահրապարակներ համայնքներում եւ ևս 30 երիտասարդ կենտրոններ, որի մասին քիչ առաջ նշեցի, այս բային 9-ն է կառուցված։ Ըստ Դոնթի Բանաձևի հաջորդ հանձնաժողովի նախագահի առաջադրման իրավունքը վերապահված է Հայաստան խմբակցությանը, մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն Լիլիթ Գալստյանն է։ Մշտական հանձնաժողովը ոչ դատարան է, ոչ էլ ՄԻՊ, բայց այն ի թիվս մարդու իրավունքների պաշտպանության մյուս մարմինների օժտված է համակարգի զարգացմանը նպաստող լիազորություններով, ամբիոնից նշում է Լիլիթ Գալստյանն ու մատնանշում հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու պարագայում իր գործունեության առանցքային ուղղությունները։ Հանձնաժողովը ես դիտարկում եմ ոչ միայն որպես օրինագծեր քննարկող, ապօրինությունները արձանագրող մարմին, այլ նաև պրոակտիվ համակարգային վերահսկողություն իրականացնող խորհրդարանական գործիք։ Կարևորում եմ միասնական մեխանիզմի որդեգրումը, որը ամեն տարի կստուգի նախորդ զեկույցներում հայտնաբերված խնդիրների լուծումը եւ կգնահատի մարդու իրավունքների իրական վիճակը։ Գործունեությունս կրելու է ներառական բնույթ, այն է մասնագիտական հանրության, քաղաքասարակության եւ հանրության լայն ներգրավվածություն միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հետ սերտ աշխատանք։ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն Լուսինե Բադալյանն է պատգամավորին առաջադրեց քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը։ Հիշեցնենք, որ նախորդ գումարման խորհրդարանում պատգամավորը համանուն հանձնաժողովի նախագահի տեղակալն էր։ Առողջապահությունը զարգացող եւ ուժեղ պետություն ունենալու կարևորագույն բաղադրիչներից է, իսկ բանաձևը ըստ Բադալյանի հետեւյալն է՝ որակյալ եւ հասանելի առողջապահություն, հիվանդացության եւ հաշմանդամության ցածր մակարդակ, նվազ սոցիալական բեռ պետության համար։ Մեր նպատակն է հասնել առողջապահական ծառայությունների համընդհանուր հասանելիության, միատեսակ ծառայություններից օգտվելու հնարավորության անկախ անձի սոցիալական կարգավիճակից եւ ընտանիքների կողմից բուժօգնության վրա կատարվող ծախսերի հնարավոր նվազեցմանը։ Հաջորդ հանձնաժողովի նախագահի թեկնածուի առաջադրումը վերապահված է ուժեղ Հայաստան խմբակցությանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար խորհրդարանական ընդդիմադիր ուժը ներկայացրել է Արեգա Հովսեփյանի թեկնածությունը։ Իր ելույթում ընդդիմադիր պատգամավորը անհերքելի համարեց այն փաստը, որ Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության հարաբերությունները վերջին տարիներին զգալիորեն ակտիվացել են եւ անդրադարձավ եվրոպական ինտեգրման առանձնահատկություններին։ Եվրոպական ինտեգրումը նախ եւ առաջ պիտի ընկալվի որպես մեր երկրում տարբեր ոլորտների եւ ինստիտուտների արդիականացման հնարավորություն։ Նորից առանցքը պահելով մեր քաղաքացիների առօրյա կյանքի որակական փոփոխությունը։ Աշխատանքի եւ բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն Նազելի Բաղդասարյանն է, նրան այդ պաշտոնի համար առաջադրել է քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը։ Մոտենալով ամբիոնին թեկնածուն հանգամանորեն ներկայացրեց վերջին տարիներին այս ոլորտում իրականացված աշխատանքը։ Ավելի քան 300,000 նոր աշխատատեղեր, ծայրահեղ աղքատության ցուցանիշի նվազեցում, նպաստի համակարգի փոփոխություն։ Հաջորդիվ Բաղդասարյանը հիմնավորեց գերատեսչության ու ազգային ժողովի համանուն հանձնաժողովի անվանման փոփոխությունը։ Սրանում ըստ պատգամավորի ամփոփված է պետության հանձնառությունն ու այն փիլիսոփայությունը, որ դրված է այս ամենի հիմքում։ Մեզ համար բավարար չէ սոցիալական խնդիրների ճիշտ հասցեագրումը, այլ կարևոր է, որ մեր քաղաքացին ունենա բարեկեցիկ կյանք։ Իսկ բարեկեցիկ կյանքի միակ հնարավորությունը եւ իրական տարբերակը դա իհարկե արժանապատիվ աշխատանքն է։ Պատահական չէ, որ մեր նախընտրական ծրագրում մենք տնտեսական շահը ձևակերպել ենք որպես
պետական շահ, որովհետև միայն տնտեսական զարգացման միջոցով է հնարավոր ապահովել կենսաթոշակներ, նպաստներ, առողջապահության ապահովագրություն իրականացնել, խոցելի խմբերի համար թիրախային ծրագրեր իրականացնել, ապահովել արժանապատիվ կրթություն։ 12-րդ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն առաջադրել է Տարթած Սարգսյանի թեկնածությունը։ Վերջին տարիներին Հայաստանի տնտեսական քաղաքականությունը մեկ շուկայով կամ ինտեգրացիոն ուղղությամբ չի սահմանափակվել, շեշտակի աճել է ինչպես ԵԱՏՄ, այնպես էլ ԵՄ երկրների, ԱՄՆ-ի, Իրանի, Չինաստանի հետ արտաքին առևտրաշրջանառությունը։ Հայաստանի տնտեսությունը կարողացել է ընդլայնել իր կապերը տարբեր ուղղություններով եւ իմ պատկերացմամբ առաջիկա տարիների մեր խնդիրներից մեկը պետք է լինի այդ հնարավորությունների առավել արդյունավետ օգտագործումը եւ տնտեսական կապերի շարունակական դիվերսիֆիկացումը։ Հանձնաժողովների նախագահների թեկնածուների գործունեությանը վերաբերող ելույթներից հետո խորհրդարանն անցավ փակ գաղտնի քվեարկությանը։ Քվեարկությունների արդյունքում ընտրվեցին Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով Վիլեն Գաբրիելյան, Պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողով Արուսյակ Ջուլհակյան, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով Սարգիս Խանդանյան, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով Բաբկեն Թունյան, Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողով Սիսակ Գաբրիելյան, Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով Լուսինե Բադալյան, Աշխատանքի եւ բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողով Նազելի Բաղդասարյան, տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով Տրթած Սարգսյան, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով Լիլիթ Գալստյան։ Գաղտնի քվեարկության ձայների հաշվարկից պարզ դարձավ, որ չեն ընտրվել ուժեղ Հայաստան խմբակցության կողմից առաջադրված հետևյալ հանձնաժողովների նախագահների թեկնածուները։ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով այստեղ առաջադրվել էր Հայկ Վարդանյանի թեկնածությունը։ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով։ Այս հանձնաժողովում առաջադրված էր Արեգա Հովսեփյանի թեկնածությունը։ Իսկ տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված էր Դավիթ Ղազինյանի թեկնածությունը։ Ուժեղ Հայաստան խմբակցությունը ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու համար առաջարկեց նոր թեկնածու։ Լիանա Մանուկյանը իր ելույթում նշեց, որ հանձնաժողովը ամենակարևորներից է։ Այնտեղ քննարկվում են պետական բյուջեին, հարկային քաղաքականությանը, պետական պարտքին, փոխառություններին, բանկային համակարգին, ֆինանսական շուկաներին վերաբերող կարևորագույն հարցեր։ Երբ բյուջեն սխալ է պլանավորվում, դրա գինը վճարում է քաղաքացին։ Երբ պետական պարտքը աճում է առանց հստակ ռազմավարության, դրա գինը վճարելու են նաև մեր երեխաները։ Երբ հարկային բեռը անհավասար է բաշխվում, դրա գինը նույնպես վճարում է քաղաքացին։ Լիանա Մանուկյանը կոչ արեց բոլոր գործընկերներին աջակցել այն սկզբունքին, որ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահությունը վերապահվի ընդդիմադիր падգամավորի։ Ես ուզում եմ, որ հանձնաժողովը լինի իրական խորհրդարանական վերահսկողության ինստիտուտ։ Անդրադառնալով հենց իր թեկնածության առաջադրմանը падգամավորը նշեց, որ թեև իր կրթական ուղին այլ է եղել, սակայն մասնագիտական գործունեության ընթացքում երկար տարիներ աշխատել է ֆինանսների, տնտեսության եւ ֆինանսական կառավարման ոլորտում։ Քվեարկության արդյունքում Լիանա Մանուկյանը 57 կողմձայնով ընտրվեց ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ Ուժեղ Հայաստան խմբակցությունն ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Հարություն Հարությունյանի թեկնածությունը։ Ներկայացնելով իր տեսլականը թեկնածուն շեշտեց իրենց խմբակցությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջև գործընկերային հարաբերությունների խորացումն ու հետագա զարգացումը։ Մենք ունենք կարծիք այն մասին, որ որքան շատ լավ գործընկերներ ունենա Հայաստանի Հանրապետությունը, այնքան ավելի քիչ կախվածություն կունենա մեկ այլ կենտրոնից կամ մի քանի կենտրոններից, այսինքն հիմքում դնում ենք այն, որքան շատ լավ գործընկերներ, բնականաբար այդքան քիչ կախվածություն տարբեր պետություններից եւ տարբեր մարմիններից։ Այդ ամենի մեջ Եվրոպական միությունն ունի իր ուրույն տեղը եւ դերը։ Հարություն Հարությունյանը հավաստիացրեց, որ ընտրվելու դեպքում պատրաստ է համագործակցել թե իշխող, թե ընդդիմադիր խմբակցությունների հետ բոլոր այն նախաձեռնությունների շուրջ, որոնք բխում են Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերից։
Ազգային ժողովը կշարունակի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկումը։